Հավանել կուզեր։ Ես լավ մեկ ասեմ, ես իրան մեր տանն եմ տեել առաջ անգամ։ Մեր գյուղը հարսանիք էին հրավիրված, իր հորումոր հետ եկել էր, մեր տանն եմ տեսել իրան։ Մի պատմում եմ, ասում եմ ինքն էր եկել ինձ ուզելու, մեղքս եկավ չմերժեցի։ Սրտակերպայլակի ու գեղեցկուհի Հասմիկի սիրո պատմությունը շուրջ 50 տարի առաջ սկսվեց, երբ շատերի համար ցանկալի փեսացու փայլակը բարեկամներից մեկի հարսանիքին շատ պատահական տեսավ Հասմիկին ու հասկացավ, որ գտել է իր կյանքի հեքիաթի հերոսուհու աղջկան ու ողջ կյանքի սերը։ Իր հորով եկել էր մեր տուն, էլի հորս հետ մտերիմ էր։ Մաղարդի ցորաքույր ունեմ, ստեղ մեր գյուղը մեր, իր տղենել էր արդեն հասունացած տղա է, բանակից եկել։ Հասմիկի հյուրողորն ասավ, ձեր մոտ երկը լավ աղջիկ չկա, օջախի աղջիկ չկա, տղուս մաուզենք, ասավ կա մեր գոհարը, իր աղբոր աղջկանունը տվուց, իր հյուրողվերը։ Հերս թե բայմ տղեն էլա բանակից եկել, մի հատ էլ իր համա, ասավ նա փոքր քույրնել դրան, մի անգամից։ Ու գնացին, ականջի հետ չգնացին, գնացին գոհարին տեսավ տենալու։ Հավանեցին ու հերս էլ Հասմիկին էր տեսել։ Եկավ ասավ տեսել եմ սիրուն աղջիկ։ Ես տենց լուրջ չընդունեցի, բայց մի օր մեր գյուղը հարսանիք էին հրավիրված եկել էին, ես եմ տեսա, ցույց տվեց, հավանեցի ու այդ գործին կպանք։ Սպիտակից երկու հարսնացու մի անգամից այս դեպքում, Գոհարը և Հասմիկը։ Գործին կպան ու սկսեցին ամենայն մանրամասնությամբ։ Հասմիկը սիրուն էր, փայլակն էլ պակաս չէ, գյուղամիջի պարծանք, բայց բանակից նոր եկած երիտասարդը մտավախություն ուներ։ Բա որ այդքան ճամփա կտրեն կողեսից սպիտակ, ցուրտ երկիր հասնեն, խնամախոսության գնան ու աղջիկ չտան։ Դե այն ժամանակ նման գործերին շատ խանգարողներ կային։ Ինքն էլ գյուղամիջի տղա էր, պատիվ չէր բերի մերժված հետ գալը։ Չէ, այնպես չի, որ այլ տարբերակ չկար, փախցնելը կար ու կար, բայց այդ հարցում էլ բախտը չբերեց, խանգարողը տանից եղավ։ Օրինակ չէր, որ ես սաղին էլ հավանում էի, էլի։ Հասմիկը ջահել վախտը շատ սիրուն էր։ Կարելի ասել, հենց առաջ տենալով հավանեցի ու հորս ասել, արտադիր պետք է գնանք ուզել։ Դաժե իրա քրոջ հարսանիքը, իրա քիրի իմ հորքուրի հարսն է։ Հորքուրիս տղեն ու ես բաժանաղներ էինք։ Հարսանիքի որ ուզում էինք փախցնենք։ Չգնանք ուզելու, կարող է չտան բանել, մի քիչ կասկած կար էլի, ուզում ենք փախցնենք հարսանիքից, բայց տեղյակ էին իրանց ժողովուրդը արդեն։ Որ տենց մտադրություն ունեք։ Հենց մի քիչ քեֆը լավ ասել էր, չսպասեք, պետք է տանենք ընդդեղից, ու շատ իրեն։ Ու փորձում ենք մաղարդից, մաղարդ գյուղում էի հարսանիքը։ Միներ տեսա դաշտիցս կորավ, այսուր տարան, ուր գնաց, ում տանը տարան, հույր տարան, սաղ մաղարդը հարցրել են, ոչ միտեղ չկա, կշերվա ժամ 3-ա, դե ասի կորավ, չստացվեց էլի։ Երևի իր աղբերը, իր հարազատները գիտեն, որ պետք է փախցնենք, գաղտնի տեղ տարան, որ ընդեղ մնան, գիշերեն առավոտը գնան սպիտակ։ Կշերվա ժամ 3-ին եկա մեր տուն, որ մեր տանն է, հերս ա բերել։ Ասես, թե բա հա տղա ջան բերել եմ, բայց կգնանք ուզելու։ Հույրին չեն եղասնի։ Հումորով բանով էլի հավեսով։ Ու այդպես մի օր մութն ընկնելուն պես սինիներ կապեցին, սկյուրիկ, ծուրթհատ, արջ, լավ շոկոլադներով, կոնյակով ու նվերներով գնացին խնամախոսության։ Թեպետ փայլակի սիրտը արդեն հանգիստ էր, հայրը վստահեցրել էր, որ գործը հաջողելու է։ Մեր ընտանիքին ճանաչելով, հորս ճանաչելով, մի անգամից հենց առաջի գնալով, դե իրանք արդեն գիտեին։ Մեծ աղջիկս էլ այդ իմ գյուղը ամուսնացած։ Համաձայնվեցին, նշանվեցինք, կոնյակ էր, շոկոլադ էր, օրենքով, բանը, կարգը դա էր։ Դա նշան էլ չէին, նշան չէին ասեմ, էլի, ինչ էին ասել, բան։ Ծառախազեք, հա։ Այդ ձևի մի բան էր, դե գնում ես ուզել ու չգիտես կտան, թե չեն տա, բայց նախորդ մի քիչ պատրաստվում ես, էլի, որ կարող է տան, բան։ Մենք մի քիչ համոզված էինք, որ կտան մեզ ճանաչելով, հենց պատրաստված գնացին, մի քիչ չէին համաձայնվում, բան են հին իրանց բաներով, էլի։ Հետո համաձայնվեցին, նշանվեցին, վերջ մի 8 ամիս մնացին նշանված ու ամուսնացան։
մենք ոչ սիրել ենք իրար, ոչ էլ ուզել եմ, բայց դժգոհ չեմ ասել։ Դա արդեն նկատելի է։ Հա, այն ժամանակ հարցնում են ախպերս, հերս, ախպերս ասավ, ուզում ես, սիրած ունես, ասի չէ, սիրած չունեմ, դե ուրեմն ուզում ես։ Այն ժամանակը տենց էր, բայց հիմի չէ, դի աղջիկը ուզի, ուզի պետք է նրան տան։ Մութը տալիս էր նոր էին գնում, ինչի էին տենց հանում։ Որ չկամները չխանգարեն։ Երևի էլի, հա, իմ կարծիքն է դա։ Որ չխանգարեն, չկամները չասեն, մեկ տա լավը չի եւ այլ։ Հա, այն պարավ բաներ բաբա եգաներ կարե, այ դրանք էին էլի խանգարող։ Լավ, հիմա մեծ հաշվով ում բախտը բերեց ավելի շատ, տատի թե պապի բախտը։ Պապի։ Սուտ ասամ։ Տատի բախտը բերուց։ Տատի բախտը բերել է։ Շատ բաներ կա էլի, ասենք որ տղամարդա կարա շատ հարցերում չափերն անցկենա։ Բայց ոչ մի բան չի եղել, ոչ մի ես իմ ընտանիքի կողքին ամեն ձևի կանգնած եմ ելել, ոնց որ պետք է ալի իսկական հայ, իսկական մարդը, օջախի մեծը, հայրը։ Հասմիկի բախտը իսկապես բերեց, հայկական ավանդական շեն օջախ ընկավ ու բախտի մեջ թաղվեց։ Երջանիկ ու քաղցր կյանք կիսեց պապի հետ, համատեղ կյանքի ընթացքում փայլակ պապն էլ երբեք մի թթու խոսք չասեց տատին, հարգեց, սիրեց ու պաշտեց։ Չէ, այնպես չի, որ վեճեր, խոսք ու զրույց չեղավ ընտանիքում, բայց շատ արագ սկսվող ու շատ արագ էլ ավարտվող։ Ամենալավ գյուղամիջի տղեն, որ իր երեխեն սոված չի մնան, իրան ոչ մեկը չի կարա մեր պապերի ասած վարտով չորասի, ես թույլ չեմ տվե։ Պետք է քո դիրքը ունենաս, քո շապատը մեր, գյուղը մեր հարգանքդ, դա չի նշանական պետք է գնաս մնի հետ կռիվ անես, մեկի դանակահարես կամ մի հատ ուշուն ստաս, դեն ասեն լավ տղամարդ, դա տղամարդ թե չի տղամարդ հնայով կանգնած իր ընտանիքի գլխին, իր ընտանիքը կուշտ կերակրած, հագցրած պահում է։ Թույլ չեմ ելե, խելոք էլ չեմ ելել, որ ու ինքն էլ գիտեր իրան ոնց պետք է պահի, որ կողմը նայի, որ կողմը չնայի։ Դա իրան առիթ չի տվել, որ ես խանդեմ կամ խոսամ, ինչ որ դիտողություն անեմ։ Դե առանց վեճ չի լինի, եթե առանց վեճ էլա ուրեմն դա տեղ ընտանիք չկա։ Կան բաներ, բայց շուտ հարթվում են։ Գալիս ենք խորհրդակցության, եթե գլխի են գնում, որ ես գլխի եմ, որ ինքը ճիշտ ասեմ, ես եմ ինչ որտեղ մի քիչ փապկեմ, եթե ինքնա ձենը գտրեմ։ Դե ցանկացած թե վեճից էլ կան հիմի էլի, որ ասում ես չեմ համակերպում ես կյանքի հետ ու բաժանվում եմ։ Կամ այն ժամանակ դուրս գալիս էր հիմի չի գալի։ Դա դառել արդեն սովորական բան, այն ժամանակ տենց չէր։ Եթե դաժե սրտով չլեր մեր ժամանակները, փախցնում էին, այն ժամանակ փախցնել կար։ Ուրեմն ետ գալը արդեն անունի հարց է, պետք է ետ չգար։ Պետք է ուզեր այդ տողուն 90%-ով այդ ձևի էր, շատ քչերն են ետ գալի։ Դե տարել են բրծել ասմագան։ Արդեն իր անունը դուրս եկավ, իր անելու զող չի լի եւ այլ, բայց մի տես բաներ չկա։ Ամուսնության մի ձև էլ դա էր, այդ փախցնելն էր։ Հիմի երևի Հիմի չէ, նորա փախցնում չեն հիմի։ Մոդա չի էլի։ Չէ, երևի մոդա։ Չէ, մոդա որն է դա արդեն ճիշտ բան չի էլի։ Ու այդպես 50 տարվա անհավանական սիրո պատմության արդյունքը եղավ 6 աղջիկ երեխաները, 18 թոռները եւ 1 ծոռը։ Ժամանակին երեխաներին սազով շնորհքով ամուսնացրին ու փառք Աստծո նրանց համար արժանի փեսացուներ ընտրեցին։ Իմ 6 աղջիկն էլ մեր ամուսնացնելով են գնացել, իհարկե իրենց կարծիքը հարցնելով։ Ոչ մեկը ընկեր չի ունեցել, չի թույլատրվել նրանց այդպես բաներ, շատ խիստ են եղել։ Ուզողներն եկել են, խոսացել են, այդ թեման քննարկել, հետո իրանց մերը հարցրել է իրանց առանձին։ Որ ես էլ հերիտ էլ կողմ ենք, լավ ժողովուրդն եւ այլ եւ այլ։ Իրանց կարծիքն իմացել, նոր ամուսնացել։ Թե չէ նենց թույլ չեմ տվե, ասենք ընկեր ունենան, շփվեն ինչ որ մեկի հետ, ինչ որտեղ պետք է բնավորություններով իրար համընկնեն էլի, որ ամուսնանան, հետո չդժբախտանան։ Մեկը մի խնդիր ունենա, մեկը ասենք մեկը կամեցողելի, մեկը չկամելի, բան դե դրանք իր այդ չեն կարա երբեք
ընտանիք կազմեն։ Բնավորություններով մեկը ժլատելի, մեկը կամեցողելի։ Այդ ինձ հարցեր կա, հարքաստուն մերը սաղ նույնն է, էլ համընկնելա մենք համերաշխ ընտանիք ենք ելել, էլի։ Բայց ես չգիտեմ, հիմի չեմ կարող ասեմ սխալ է, որ շփվում են, էլի։ Դենտով այդքան տենց բան բացահայտ չէր, միավոր։ Մենք նշանված էինք մի քանի ամսվա, 2-3 ամսվա երևի, այն ժամանակ բան կար։ Ադատ կար, որ պետք է գնային նորապսակներ, ասին նշանվածները նկարվեն։ Ասի իջնենք սպիտակ նկարվենք, չեկավ հետս ասա, վամոթ ասա, կեղի ինչ կնայ ասի, եւ ոնի աղջիկ էսում հետ աման գալ, էսով այդ։ Բայց նշանված ենք ասա, մի մասը գիտի, մեկը չգիտի ասма։ Ճիշտն ասած, անչափահաս էր, 17.5 էր, որ նշանվել ենք, մի քիչ էլ վախում էին, ընդո պատասխանատվություն կար դրա համար, էլի։ Որ պետք է 18 հլի նոր ամուսնանան, ինչ որտեղ գաղտնի էին պահը, մինչև դառնա չափահաս նոր ասեն նշանված է։ Հումորով, ասել խոսելով ապրեցին ու շեն օջախ ստեղծեցին։ Ու հենց այդ հումորը օգնեց ամուսիններին կարճ ու դժվար կյանքը ուրախ ու ժպիտով հաղթահարել։ Հասմիկ տատը հիշում է, երբ հարց բերեցին Մամաջանյանների օջախ, տանը ասեղ գցելու տեղ չկար, լիքը տուն էր, բայց շատ կարճ ժամանակում առանձնացան ու իրենց տուն տեղը հիմնեցին։ Արդարության համար պիտի ասի, որ բացի աշխատասեր ամուսին ունենալուց, լավ սկեսուր սկեսրայր է ունեցել։ Ինքն էլ միշտ հարգանքն ու պատիվը տեղն է պահել։ Իմ ծնողները շատ յոլա գնացող իրանել մեկ դենտանիք չկա, որ վեճ չլի, որ վեճի մեջ էին մտնեմ, ես մնում էի մենակ, իրան պաշտպանում էին։ Ինձ նախատում էին, իրան պաշտպանում։ Այդ ձևին հենց համերաշխ հաշտ ընտանիք են եղել էլի իմ ծնողների հետ էլ։ Իսուրիս հետ շատ սերով 9 տարի այնտեղ ապրել եմ։ Իսուրիս հետ դաժե մարդայել է, որ չի տարբերել, մենք հասնուկեսուր ենք, թե մեր աղջիկ ենք, այդքան սերով ենք ելել մենք իրար հետ։ Ինչ չեն ասել, որ դու կամ պետք է մամա ասես, կամ պապա ասես, ես ինձանով, իմ հորական տանից ինչ տեսել եմ, այն էլ ստեղ եմ։ Մեր գլուսովետը յաղդանում էր։ Գնացինք զաքսնգնելու, այն ժամանակ էլ հումոր կար էլի, քարտուղարին ասավ Հասմիկ, փոխում ես ազգանունդ։ Սենց մլորված սպասներ ես պատասխանեմ, ասի հա ազգանուններ փոխի հայրանուններ, վագին վգաներ պտիլ էին ընդով մի 2-3 հոգի վգա կանչեցին ընդեղ, որ ստորագրում են նրանքել, որ մենք զաքս ենք լինում էլի, նրանքելը հագին ծիծաղեցին, հումոր էր էլի դու։ Ինչ ասում, բայց դուք օրինակ ձեզ որ մնարկը փոխեիք։ Չէ իրաներ մնացել, չէ որ ես ստիպել էի։ Չենք չի ստիպել։ Ես ստի ոնց որ բան չեմ տենում, հմիկվանն է, որ հմիկվա հարցները աղջիկը որ գնում են չեն փոխում։ Իրանց ազգով պետք է։ Ես ստի բան չեմ տենում, որ կամ նրա ազգով կամ եթե այդ ընտանիքը դու հարց ես գնացել։ Երևի հարգանքի մի տեսակ է։ Հա, հարգանքի մի տեսակ է։ 60-անց ամուսինները աշխատող արարող մարդու հավաքական կերպար են, հեչ հոգնել չունեն, հազար ջահելից էլ ջահել են, երկուսով իրար օգնելով մեծ տնտեսություն են կառավարում, առանց վարկ ու պարտքի եղածից շնորհակալ մնում, Աստծուց էլ միայն առողջություն խնդրում։ Երկուսով միասին գոմում չենք տարբերում, որ գործը ես պետք է անեմ, որը ինքը խառը, որս ոնց հասցնում են կնենցել աշխատում ենք իրար 43 տարի այդ նույն ձևով։ Ու միասին աշխատել ենք իրար օգնելով, որ ինչ-որ մի բանի հասել ենք, ասենք պարտքի տակ չենք, վարկ չունենք, ոչ մի բան տենց անկերի հետ գործալ չունենք։ Մեր աշխատանքով էր քննիքով ապրել, ստեղծել, խոզեր ունենք, երկու կով ունենք, երկու ցուն ունենք, մի 100 հաթավ ունենք, մի 100 հաթավ ունենք, դժվար բան չկա։ Դժվարություն չկա։ Մենք արդեն սովորել ենք։ Գնացել ենք Երևան Քերուստուն, առավոտը ժամի 5:30 ասում եմ Հասմիկ վեր կացանք։ Ասում եմ վեր գնանք ինչ անք, ասում եմ ես չգիտեմ, մեր ռեժիմը պետք է չխախտի։ Վեր կացում ենք գյուղում սովորենք, ինչքան ուզում ես պարկի չես կարող քնես, միևնույնն է, արդեն քոմոդ սովորություն է ջանին պետք է վեր կենաս։ Վեր ենք կացել նստել Քերուս ասում եմ այսօր էլ վեր կացել, ասում եմ դե մեր ժամն է վեր կենա։ Արա քաղաք եք քնեք, ասում քնել չկա մեր։ Եթե 30-40 տարի նույն ձևի ես, նույն ռեժիմով չես կարող քնես, ինչ ուզում ես արա։
Նույնն էլ աշխատասիրությունն է, տանը նստեցի անձրևակալի նեղնում եմ։ Չկտրվեց ասանդերը, դուրս գամ ասում ինչ ունես անելու։ Ասում եմ պատերից մի քար կլիվեր գտան բերին։ Անասնապահությունից, հողագործությունից զատ տատն ու պապը դեռ մի բան էլ հանդու չոլ են անում ու զարմանում են այն մարդկանց վրա, որ գյուղում նստում ու չկա չունենք են ասում։ Մենք վիճում չենք ասում դու պետք է անես, ես պետք է անեմ, հավասար։ Չենք վիճում իրար հետ։ Հաշտությունը, համերաշխությունը, աշխատասիրությունը ամեն հարց լուծում է։ Մենք իրիկուն արդեն ծրագրած ունենք առավոտի ինչ աշխատանք պետք է անենք։ Որը անենք, դե բնությունն է տենն ոնց որ տենում եք էլի լորին։ Անընդհատ անձրև եւ այլը բնության հետ պայքարի մեջ մտած հողը մշակը, այ սա ավելի վաժնի է, սա շուտ անենք որ հասցնենք էլի։ Կարտոշք ենք մշակում, ցորեն ենք մշակում, վերջը։ Այդ ձևի նախորդ պետք է ծրագրես աշխատանքդ։ Ես այն ժամանակ 5 երեխա ունեի, 5 երեխուսանունով 3000 ռուբլի ամեքին բանկ եմ գցել 9%-ով, որ իրանք չափահաս դառնան, իրանք ամուսնանալու, իրանք ամեն ինչի հարսանքի բանի փողերը կլի։ Ու այդ փողերը տարան։ Կնիշկեքը մնամա դեռ սովետական փողով։ Նորից աշխատել ենք, վիզ դրել, ստեղծել, ամուսնացրել, օժիտ տվել, 18 թուր, բարձ եւ այլն։ Շատ փոխ ենք քաղում, մինչև մի փոխ ենք քաղում, ես չգիտեմ գիտեք թե չէ փոխի։ Ինչ է։ Կարեն գնալա գարաժում բան ենք քաղում, թթու ենք դնեմ, պետք է եկած ժամանակ հանձնում ենք, առնում են էլի։ Անում ենք հանդը չորի, այդտենց քոր չկա որ բերենք, թթու տնենք։ Շատ բաներ էլի, ասենք բնության հետ կապված ենք։ Այս տարիքին ես 64 տարեկան եմ, ինքը 61 ալելու։ 3 տարով եմ մեծ Իրանից։ Այս տարիքին մենք եթե հանց չգնանք, ման չգանք, ուրեմն հիվանդ ենք։ Եթե չաշխատենք, ուրեմն հիվանդ ենք։ Մեր երեխեքը փառք Աստծո, շատ լավն են, փեսեքս շատ լավ տղեկ են։ Ասում են մեկ աշխատի, թողեք, ձեզ ինչ է պետք, փող է պետք, մենք ուղարկենք կապրեք, ասում են չէ։ Եթե մեկի վիճակի ենք, ինչի չաշխատենք։ Մի 5 հեկտար հող ունեմ, մշակում եմ, մի 2 հատ տրակտոր բանման եմ առել։ Չաշխատող լոդր մարդկանց հանդուրժել չեն կարողանում, վատ բան լսել ու տեսնել չեն ուզում, թեպետ հիմա ամեն քայլափոխի արատավոր երևույթներն են զարգանում, դրա հետ մեկտեղ մարդիկ չարությամբ ու չկամությամբ են լցվում, բայց ամեն դեպքում իրենք կշարունակեն աշխատել, արարել, լավ ու բարու օրինակ դառնալ շատ ու շատերի համար։ Դժվար կլներ, եթե բնավորություններով էլ մենք իրար հետ նույնը չլնեինք, ասենք վատ բան ինքն էլ չի սիրեմ, ինչ որ մի բան տեղավ, ասենք թեկուս հարևանների բանի համագյուղացիների մեջ վրաց գալիս է ճնշումը չափամ 170-200 հասել ջղայնանալուց, որ խիպը դիթենցել էր։ Այդ մեր բնավորություններն է, ես էլ եմ ջղայնանում ճնշումս բարձրանում է։ Վատ բանի չենք ուզում տենամ, չենք ուզում լսենք։ Հաշտ համերաշխապրեք, ինչ էլ մեկ ու սրտանց բարև տվեք։ Ինչ կկորցնենք, ոչ մի բան, մենք մենակ իրարից նեղանալով ենք կորցնում, իրարից խռով մնալով, կյանքը մի անգամ ատրվեմ, պետք է մարդավարի ապրես, նորմալ ապրես, մարդ մենակ իր կենթանության օրոք պետք է մարդանուն չունենա, իրանից հետո էլ պետք է մարդանուն ունենա, իրան հիշողներն էլ պետք է որպես մարդ հիշեն իրան։ Միմյանց նկատմամբ մեծ սիրով լցված ամուսինները տան դռները միշտ բաց պահելու կարևոր առաքելություն ունեն։ Առայժմ իրենք լավ են կատարում այդ առաքելությունը, իսկ շարունակողը կլինի իրենց սիրելի տղա թոռնիկը, որին 1.5 տարեկանից են իրենց գրկում պահել, սեր ու ջերմություն տվել։ Այս դեպքում թոռ ասելը սխալ է, տղան եմ։ Այս աղջկանս տղենա, տարուկիսից մենք ենք պահել մեր տղենա։ Այս պահին տեխնիկում ավարտում այս տարի, հետո պետք է տա բարձրագույն։ Դե բնականաբար ծառայությունից հետո ամուսնություն։ Ես ասել եմ իրան։ Պետք է ամուսնանաս նենցի հետ, որ գյուղի կենցաղի հետ ինքը համակերպվի։ Կամ գյուղից պետք է ուզես, կամ եթե քաղաքից էլի նա իմանա, որ կարող է իրան պետք է մի հատ կովել պահի, դու աշխատանքի ես, տանը չլես կովին կարենա կապի գոնե, այն բանի Սոս Սարգսյանի հետ ինչ որ մի հաղորդում կար, որ Թատերական ինստիտուտ ընդունվողներին հարցեր էր տալի, ասում
կովծնացած կա, ասում չի, ասա սովորի պետք կգա։ Մի ամեն ինչ պետք է իմանալ։ Գյուղի հետ, որ հավից վախի։ Գա գյուղը ապրի ինչ անի։ Բա լավ էս տները ում են սարքի ինքնա, մեր ժառանգորդը ինքնա։ Իմ աղջիկը սաղել գիտեն, իմ մնացած թորները, որ ինքն է ստեղ ապրելու։ Մեր ծերության շրջանն, որ արդեն էլ չկայանանք աշխատենք ինքն է մեզ պահելու։ Եթե ստեղ պետք է պահի, իր ուզած ինչ ծերի պետք է լի, որ գյուղի կյանքին սովորելի համակերպ այդ կյանքի, չէ։ Որ գա հավից վախ, ասես հավից վախ եմ ես, չեմ կարող հավերին կուտ տամ կամ կովն եկավ փախչի գա մտնի տուն։ Վստահ են այս հարցում էլ կհաջողեն ու մի լավ կաթնակեր հարսնացու կընտրեն թորան համար։ Լավ հարսնացու կընտրեն, որ գա ու ծխեցնի Մամաջանյանների օջախի ծուխը։ Սա է ամուսինների նվիրական երազանքը։ Մեր նպատակը դա է։ Տեսքը տեղը տղա է, միմին ընկերուի բանման ունեն մասուդ մոտ բաներ աներ։ Արամ գասուտ։ Հա, գրեմ են։ Սա իրան թվում է, մենք այդքան չենք հասկանում։ Սապշենի գալիս է, չլսելու եմ տալի, իրան թվում է, պապա 90 տարեկան է, կամ կոմպյուտերից, բանից ինտերնետից գաղափար չունի։ Ով էր գրում, ապապ դա դեր գործն է։ Հա, ռայժմ ջրեմ, ասենց ջրեմ ենք անցակենը, բայց հետո քիչ կխիստանանք, որ մեր սրտի հարսնացու բերի էլի։ Իսկ ձեր սրտի հարսնացուն ո՞րն է լինելու։ Հարկի մեզ։ Մենակ հարկի, չենք ասում մեզ վայեսի մեր ստեղծածը վայելի ու մեզ հարկի։ Մենակ հարկի մեծին, ուրիշ ոչ մի բան։ Բա մենք մինչև չտենանք դա առանց մեր դաբրոն տալու չի կարա։ Մանանա Վարոսյան, Դավիթ Թամազյան, Անկյուն Գումարած 3 հեռուստաընկերություն։